Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հոկտեմբերին Արագածոտնի մարզում մասնակցել է Ագրոպրոմ ՍՊ-ի ջերմոցային տնտեսության հիմնադրմանը։ Ընկերությունն օգտվել է ջերմատնային տնտեսությունների զարգացման պետական աջակցության ծրագրից։ Նախագծի արժեքը 9 միլիարդ ՀՀ դրամ է, որից 7 միլիարդ 170 միլիոնը վարկավորում է ԱԳԲԱ բանկը, իսկ տոկոսադրույքը սուբսիդավորում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը։ Ընկերության հիմնադիր տնօրեն Հայկ Հունանյանի ուղեկցությամբ նախարարը հետևել է կառուցապատման աշխատանքներին։ Ջերմոցային տնտեսության 10 հեկտարը նախատեսված է լոլիկի մշակման համար, ՌԴ, ապա նաև եվրոպական երկրներ արտահանելու հեռանկարներով։ Հետագայում տարածքը կավելացվի ևս 20 հեկտարով։ Ներդրված են լինելու գերժամանակակից տեխնոլոգիաներ, կառավարումն իրականացվելու է արհեստական բանականության միջոցով։ Նախարարն ընդգծել է ջերմոցային տնտեսությունների հիմնման կարևորությունը, նշելով, որ դրանք հնարավորություն են տալիս ապահովել թարմ բերքի արտադրություն ամբողջ տարվա ընթացքում, ինչպես նաև արդյունավետորեն արտահանել հայկական գյուղմթերքը, որն արտասահմանյան շուկայում բավական մրցունակ է եւ ունի բարձր պահանջարկ։ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի հայաստանյան ներկայացուցչության ղեկավարի տեղակալ Լյուկ Ֆոչտմանին եւ Ասիական զարգացման բանկի մարդկային եւ սոցիալական զարգացման գծով տնօրեն Սոֆիա Շաքիլին։ Նախարար Թորոսյանը բարձր է գնահատել Ասիական զարգացման բանկի հետ ձևավորված եւ շարունակաբար զարգացող համագործակցությունը, շեշտելով Ասիական զարգացման բանկի դերը ոլորտային բարեփոխումների արդյունավետության բարձրացման գործում։ Նախարարն առանձնացրել է սոցիալական պաշտպանության ոլորտում ներկայիս առաջնահերթությունները, որոնցից են բնակապահովման հարցերը, հաշմանդամություն ունեցող անձանց տրամադրվող ծառայությունները, մատնանշելով Ասիական զարգացման բանկի աջակցությունը հաշմանդամության գնահատման նոր համակարգի բողոքարկման մոդուլի ստեղծման աշխատանքներին, ինչպես նաև ներկայումս ամփոփման փուլում գտնվող կենսունակության բարելավման եւ հզորացման համար բնակարանային բարեփոխումներ վարկային եւ դրամաշնորհային համաձայնագրերին, որոնք ուղղված են Ղարաբաղից տեղահանվածների բնակարանային ապահովման հարցերին։ Բեռնատարների վարորդները բացել են Բավրայի, Բագրատաշենի ու Գոգավանի անցակետեր տանող միջպետական ճանապարհները։ Ավելի վաղ հայտնել էինք, որ բեռնատարների վարորդները բողոքում են ՌԴ-ում ոչ վիզային ռեժիմի երկրների քաղաքացիների համար 90-օրյա ժամկետ սահմանելու որոշման դեմ։ Բեռնատարների վարորդները ստացել են փոխվարչապետի գրասենյակից պատասխան այն մասին, որ նրանց կողմից բարձրացված հարցը քննարկվել է եւ շարունակում է քննարկվել Ռուսաստանի Դաշնության գործընկերների հետ։ Գրության մեջ նշված է, որ ՌԴ գործընկերները տրամադրված են հարցին լուծում տալ օրերի թիվը հասցնելով մինչև 180։ Համապատասխան իրավական ակտերի նախագծերը ներկայումս գտնվում են Ռուսաստանի Դաշնության պատկան մարմինների համաձայնեցման փուլում։ Հարցը ընդգրկվել է հոկտեմբերի 24-ին կայանալիք Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստի օրակարգում, նշված է փոխվարչապետի գրության մեջ։